Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանը ծանր է տանում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եկեղեցու որոշ սպասավորների սրբակենցաղությունը կասկածի տակ դնող հայտարարությունները։ Դրանք որակում արշավ եկեղեցու դեմ, դիտավորյալ եւ թշնամական հեղինակազրկում։ Ավելին, տրվելով կոնսպիրոլոգիական զեղումներին, Տիկինն ազդարարում է, թե տեղի ունեցող բանավեճը թելադրված է Ադրբեջանի կողմից։ Ինչու է, երբ եկեղեցին աննահանջ բոլոր քարոզներում, բոլոր պատարակներում հանդես է գալիս, այդ թվում նաև Արցախահայերի իրավունքների պաշտպանության գործում, բայց երբ ակտիվացնում է իր կապերը, երբ միջազգային խորհրդաժողով է հրավիրում, երբ խոսում է գերիների վերադարձի մասին, այսպիսի թիրախավորում տեղի ունենում, կրկնում եմ, Փաշիզադեի եւ Փաշինյանի կողմից։ Դա պատահականություն ուղղակի չի կարող լինել։ Վարդանյանը կարծում է, որ եթե 2018-ին իշխանության եկած ուժին հաջողվեց թիրախավորելով բանակն այն կազմաքանդել, ապա եկեղեցու պարագայում նույն անելու իրենց հաշվարկը սխալ է դուրս գալու։ ՀՅԴ-ական падգամավորը միաժամանակ սենսացիոն հայտարարություն արեց, եկեղեցուն ուղիղ մեղադրելով խաղաղության գործընթացին դեմ լինելու մեջ։ Կին Վարդանյան, խոսում եք որդիական խոնարհության մասին, բայց որդիական նախանձախնդրությամբ եւ սրտացավությամբ իրավունք ունի եկեղեցուն վերաբերող հարցեր բարձրացնել նաև հոտի ներկայացուցիչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իմ տպավորությամբ, իմ սուբյեկտիվ տպավորությամբ սրտացավության դրսևորում էր եկեղեցիների չուլանացման հետ կապված նրա անհանգստությունը։ Դուք իհարկե մտահոգությունը, որին հետևեց եկեղեցու ոչ այնքան կոռեկտ բառապաշարով հակադարձումը եւ դրան հաջորդեց Նիկոլ Փաշինյանի ոչ այդքան կոռեկտ գուցե պատասխանը։ Հիմա դուք ասում եք, որ խաղաղության պայմանագրի կետերից մեկով նախատեսվում է։ Ես չեմ ասում, այլև եւ Փաշինյանն են ասում։ Մի տեսակ իրացիոնալության դաշտում չէ վերլուծությունը։ Թող մեր քաղաքացիները դատեն, արդյոք իրացիոնալության դաշտում է այն, որ Ադրբեջանը հայտարարեց, որ համաձայնեցված կետերի մեջ կա կետ, որտեղ պայմանավորվում են կողմերը այսպես կոչված խաղաղության օրակարգի դեմ պայքարողների դեմ պայքարել, որը Ադրբեջանի ռևանշիզմի դեմ պայքարի կետն է։ Ինչ վերաբերում է ոչ, եկեղեցին պայքարում է հայկական իրավունքների համար, Ադրբեջանի համար ռևանշիստ են բոլորը, ովքեր պայքարում են հայկական իրավունքների համար, այդ թվում նաև մենք բոլորս։ Հիմա կարող եք որդիական նախանձախնդրություն եւ խոնարհություն անվանել հայոց վեհապարին գլխավոր մաֆիոզ անվանելը եւ դա կարող եք թիրախավորում չանվանել, բայց իրականությունը շատ պարզ է, բոլորը քաղաքացիները բացի Նիկոլ Փաշինյանի մոտ շրջապատից հասկանում են ինչ է կատարվում։ Վարդանյանը պարզվեց նաեւ կողմ է, որ եկեղեցուն վերաբերող հայտարարությունները կուսակրոնության ուխտը խախտելու եւ այլ երևույթների տեսքով ոչ թե բարձրաձայնվեն, այլ ենթարկվեն ծածկադմփոցի։ Ասում է, աշխարհի շատ եկեղեցիների վերաբերյալ են ի հայտ եկել խայտառակ փաստեր ու սկանդալներ, սակայն դրանց վերաբերյալ աշխարհի եւ ոչ մի կառավարություն եւ կառավարության կողակից չի համարձակվել ասել գործող վարչապետի ասածների կեսը։ Աշխարհի բոլոր եկեղեցիներում, ամենահեղինակավոր կառույցներում կրոնական, ամենաազդեցիկներում կլինի Վատիկանը, կաթոլիկ եկեղեցին, բողոքականները, ուղղափառները շատ ավելի հիմնավոր փաստերի վրա հիմնված, այսինքն կոնկրետ փաստերի վրա հիմնված կրոնական այնպիսի սկանդալներ են եղել, որոնք կոնկրետ փաստեր են եղել, հարյուրավոր երեխաների մանկապղծության դեպքեր, միլիոնավոր դոլարների փաստեր, որ տեղ է ունեցել լվացում, որևէ կառավարության, որևէ ներկայացուցիչ, որևէ կառավարության, որևէ կողակից, որևէ միջազգային կազմակերպության որևէ ներկայացուցիչ իրեն թույլ չի տվել 1% այն բառապաշարի, որը կիրառվել է հայ առաքելական եկեղեցու նկատմամբ վերջին մի շաբաթը։ Հարցին, եթե պարզի, որ ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը եւ դուստր ունի, ինչ պետք է հետևի դրան։ Ինքը падգամավորը կողմ է, որ կաթողիկոսը կարգալույց հռչակվի։ Կոնկրետ եւ հստակ պատասխան Քրիստինե Վարդանյանն այդպես էլ չտվեց, գերադասելով խոսքը գցել կտուրը։ Ես հայ առաքելական եկեղեցին 1700 տարվա հայրականության ամենակայացած ինստիտուտն է։ Այդ ինստիտուտը ունի արժեքներ եւ լուծումներ, կանոններ բոլոր դեպքերի համար 1700 տարվա հայկական ամենակայացած կառույցը ունի կանոններ, օրենքներ, լուծումներ բոլոր դեպքերի համար։ Ես ու դուք չենք, որ պիտի գնանք հատկապես վիրավորական արտահայտություններով որևէ խնդիր լուծենք եկեղեցու ներսում, սա է հարցը։ Ես ասացի Ես ասացի ենթադրության կասկածի մասին եմ հայտնում։
հարցս տալիս։ Ես պատասխանեցի ձեր հարցին, եկեղեցին, հայ առաքելական Պետք է եկեղեցին։ կարգավորել Ես ասացի, հայ առաքելական եկեղեցին ունի բոլոր ներքին կանոնադրությունը, օրենքները, տարբեր խնդիրներ, անգամ ձեր մատնանշանը լուծելու համար եւ այդ կառույցը վայելում է իմ ամբողջական վստահությունը։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։